Գահաժառանգը, ինչպես որ պահանջում էին պետական ավանդույթները, պետք է իր վաղ մանկությունից ստացած լիներ ապագա մեծ հայքի թագավորի համար բնորոշ դաստիարակություն։ Թագաժառանգին սովորեցնում էին ոչ միայն ռազմական գործի հմտություններ, ստրատեգիական որոշումների կայացման հմտություններ, այլ նաև նույնիսկ սովորական շփման էթիկետ։ Ինչպես պետք է նստել, ինչպես պետք է վեր կենալ, հաց ուտել, մարդկանց հետ շփվել, պատվիրակություններ ընդունել, ճանապարհել, հպատակների հետ ինչպես հաղորդակցվել, եւ այս բոլորը գահաժառանգի համար կատարում էին բնականաբար հայկական արքունիքում ֆիքսված խնամակալներ, այսինքն մարդիկ, ովքեր պատասխանատու են այդ գործի համար։ Եվ ահա նման պարագայում այս անձնավորությունը արդեն երիտասարդ տարիքում, արդեն Հայաստանում բավական կարելի ասել եւ դաստիարակություն եւ կրթություն ստացած անձնավորությունը մեկնում է Պարթևստան եւ այնտեղ անցկացնում է մոտավորապես 20 տարի մի փոքր ավելի։ Եվ այս շրջանը, այս 20-ից 22, 23 մինչև տարի անցկացրած ժամանակաշրջանը իհարկե նրա համար պետք է լրացուցիչ հնարավորություն ավելի շատ լիներ։ Քանի որ նա արդեն ուներ ձևավորված մտածելակերպ, նրա համար պարթևական պատանդառության շրջանը լինում է լրացուցիչ փորձ ձեռք բերելու, արդեն տերության, կայսրության, աշխարհակալության համակարգ ընկալելու եւ դրան համապատասխան ստրատեգիական որոշումներ կայացնելու հնարավորության դաշտ։ Այսինքն նա այնտեղ սովորում է ավելի մեծ պետություն կառավարելու, ավելի մեծ պետության վարչարարություն տնօրինելու հմտություններ։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։